Այսօր կազմակերպել ենք դատ Կարմիր գլխարկի հեքիաթի հետ կապված։ Դատարանը կայս է։ Ոտքի։ Նստեք։ Նստեք։ Հոսքը տայսենք մեղադրող կողմին։ Մինա։ Ես մտածում եմ, որ Մարիկը շատ սխալ էր, որ իր երեխուն առանց ոչ մեկի տարավ անտառ եւ իմանալով, որ այդտեղ գայլ կար, ինձ թվում է, որ Մարիկը չէր մտածում իր երեխայի մասին եւ կարող էր ավելի զգույշ լինել։ Խոսքը փոխանցում ենք արդարացնող կողմին։ Բայց ես մտածում եմ, որ տատիկը հիվանդ է եւ Մարիկը չէր կարողանում տանել տատիկին տեղ եւ ինքը տարել է իրեն աղջկան։ Լռություն! Դատարանում լռություն։ Կանգնեք Մինա եւ Սահակյան եւ իսվեք ձեր կարծիքները։ Բայց ինչ կապ ունի, որ տատիկը հիվանդ էր, ինքը իր երեխուն տարավ անտառ, որտեղ գայլ կար։ Կարմիր գլխարկի մայրիկը երևի շատ էր հոգնել, որ կարկանդակներ էր սարքում։ Դրա համար իր աղջկան ուղարկեց տատիկին մոտ, կարկանդակները տարել իր տատիկին։ Ընդհանրապես կապ չունի, որ մայրիկը հոգնել էր կարկանդակ սարքելով, որովհետև նա կարող էր մի քիչ սպասել հանգստանալ ու նոր տանել, ոչ թե աղջկան ուղարկել այդպիսի վտանգավոր տեղ։ Անգնամ թե չէ։ Մայրիկը մեղավոր չէր, քանի որ շատ հոգնել էր եւ նաեւ աղջկան զգուշացրել էր, որ անտառ գնալիս ուշադրություն չդարձնի ոչ մեկին եւ գայլին չլսի։ Իսկ հիմա երկու կողմերը կխոսեն գայլի մասին։ Սկսենք մեղադրող կողմից։ Գայլը կարող էր այդ կարկանդակներից ուզել, ոչ թե աղջկանը։ Գայլը մեղավոր չէր, քանի որ շատ սոված էր, վաղուց հաց չէր կերել, դրա համար էլ ուզում էր ուտել կարմիր գլխարկին։ Դա արդարացում չէ, որ նա սոված էր, դա սխալ է, նույն է սխալ է։ Չնայած նրան, որ գայլը սոված էր մի քանի օր չէր կերել, նա չպետք է մարդու ուտել, կարող ուղղակի որսիկնալ ու ուրիշ կենդանիների ուտել։ Գայլը գիշերացիչ էր, դրա համար մարդկանց էին մոտում։ Հիմա քննարկում ենք Կարմիր գլխարկին։ Հիմա խոսք տալիս ենք մեղադրողներին։ Կարմիր գլխարկի մայրիկը իրան զգուշացրել էր, որ այնտեղ չգնա, բայց նա մեկա գնացել էր, ստացավ ինչը որ արել էր։ Կարմիր գլխարկը մեղավոր չէր, քանի որ գայլը նրան փորձել էր համոզել եւ նա էլ հավատացել էր, գնացել էր գայլի հետևից։ Կարմիր գլխարկը մեղավոր չէր, որովհետև իր մայրիկը մոռացել էր իրեն զգուշացնել, որ անծանոթներին չի կարելի խոսալ կամ շփվել նրանց հետ։ Իսկ հիմա երկու կողմերը կխոսեն տատիկի մասին։ Ասեմ, որ տատիկը պետք է ավելի զգույշ լիներ ու Բայց տատիկը սխալ էր, որովհետև գնաց առանց ստուգելու թե ով էր, բացեց դուռը, որը ճիշտ չէ, կարող է գող լինել։ Բայց ես տատիկը չէր կարող այն անել, ինչը դուք եք պատկերացնում։ Անտառի մեջտեղում ապրում։ Երևի ինքը ինչ-որ ուղղություններ ա ունեցել եւ տեղափոխվել է անտառ ու Չընդհատել դատավոր։ Տիկին նայել չի նկար դատավոր չես։ Նկարում է։ Տատիկը մեղք չուներ, որովհետև նա քանի որ մեծ էր, նա լսողության եւ տեսողության խնդիրներ ուներ։ Եվ նա չտեսավ, որ ով է կամ չէր լսում։ Ուշ է, բայց կարող է ուղղակի նստել իր օրինակ Ապա հետո դատավորին չընդհատել։
Երկրորդ անգամ եմ զգուշացնում, երրորդ անգամից դուրս եմ անելու։ Ասում եմ, տատիկը կարող է նստել ուղղակի տանը եւ ոչ մի բանին ուշադրություն չդարձնել, քանի որ քո նկարագրած ձևով նա վատ էր տեսնում եւ խնդիրներ ուներ։ Ու դա ասեք, իսկ հիմա ասեք։ Ես կարող էր գալի տեղը ժամանակ լիներ կարմիր գլխարկը։ Ուշացրի ու Կարմիր գլխարկը տատիկը տարբեր տարիքային տարբերում է ձևերով։ Նենց ասելուց առաջ պետք է մտածել ինչի մասին է խոսում։ Իսկ հիմա խոսքը փոխանցենք Նատալի։ Խնդրում եմ դատարանից դուրս եկեք, դատարանը չեն տվում հեռացնել։ Իսկ հիմա մենք խոսքը կփոխանցենք Մինային, որպեսզի բոլոր երկու կողմերը ասեն իրենց վերջի խոսքը եւ վերջում քննարկեն միմյանց հետ։ Չի էր ընդհանրապես տատիկը ապրում այնտեղ մեջտեղում, որ իր բոլոր բարեկամները չկարողանային հասնել իրեն եւ ինչի ինքը չէր գնում իր կարկանդակների հետևից։ Տատիկը տեղափոխվել էր, որովհետև չէր սիրում, որ աղմուկ էր լինում, ուզում էր մի փոքր հանգստանալ։ Իսկ հիմա կամփոփենք բոլոր կերպարներին։ Ես մեղադրեմ մայրիկին, նա պետք է ոչ թե երեխային ուղարկեր անտառ, որպեսզի տատիկին կարկանդակներ տալի, այլ ուղղակի տատիկը նրանց հետ ապրեր։ Մայրիկը կարող էր տատիկին հյուրընկալել։ Ես մեղադրում եմ կարմիր գլխարկը։ Կարմիր գլխարկը ընդհանրապես չպետք է չլսել։ Կարմիր գլխարկը պետք է լսել իր մայրիկի խորհուրդներին եւ չգնար այդ ծաղկներով դաշտը եւ չխոսել գայլերի հետ։ Ես մեղադրում եմ տատիկին, որովհետև նա գործ չուներ անտառում, որտեղ գայլ կար եւ կարող էր ուղղակի մայրիկի հետ ապրել։ Մեր վճիրը կայացնում է։ Դատարանը գայս է ոտքի։ Այս դատը կատարելուց հետո մենք հասկացանք, որ մեղավոր են բոլորը։ Այդ իսկ պատճառով բոլոր մեղադրվողները 15 օրով պատժվում են խիստ աշխատանքով։